Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք եթերը խաչմերուկ հավելված հաղորդաշարի շրջանակներում։ Այսօր խոսենք Չինաստանի մասին, Չինաստանի փափուկ ուժի մասին բոլոր տարածաշրջաներում, բայց հիմնականում իհարկե կենտրոնանանք մեր տարածաշրջանի վրա։ Փորձենք հասկանալ, ինչ հարաբերություններ ունի Չինաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ և արդյոք այդ հարաբերություններում Չինաստանը պահում է հավասարությունը։ Խոսենք նաև թե ինչպիսի առևտրատնտեսական գործակից կա Հայաստանի Չինաստանի, Ադրբեջանի Չինաստանի միջև և իհարկե չենք կարող չանդրադառնալ գերտերությունների հարաբերություններին Չինաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն։ Եվ կրկին հաղորդումը ես վարելու եմ միջազգայնագետ Գևորգ Հարությունյանի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Այսօր խոսենք Չինաստանի մասին, Այո, որովհետև կարծում եմ մեր հայրենակիցներին մեծապես հետաքրքրում է թե ինչ քաղաքականություն է վարում Չինաստանը։ Մեր հայրենակիցները վստահ եմ շատ են լսել Չինաստանի փափուկ ուժի մասին, բայց ոչ մի անգամ կարծում եմ հնարավորություն չի եղել մանրամասն ծանոթանալու այդ երկրին եւ հասկանալու թե ինչ երկիր է դա եւ ինչ է իրենից ներկայացնում։ Իհարկե համամիտ եմ, ինչպես նաև Չինաստանը վերջին ժամանակահատվածում պատմական դարձել է շատ, այսպես ասած, պոպուլյար պետություն, այո, նա արագ տեմպերով զարգանում է եւ ինչու ոչ ունի արդեն իր իսկ փափուկ ուժը։ Ավանդաբար, մինչև վերջին շրջանը քաչայտի էր բոլորից, որ փափուկ ուժը վերաբերում է ԱՄՆ-ին կամ օրինակ Անգլիային, կարճ ասած արևմտյան աշխարհին, բայց Չինաստանը հանդես եկավ իր շատ ուրույն փափուկ ուժով։ Այո, եւ այդ փափուկ ուժը մենք ամեն օր ականատես ենք լինում դրան եւ զգում ենք մեր վրա, նաեւ Հայաստանում մեծ թիվ են կազմում չինարեն լեզվով հետաքրքրվողները մեր հայրենակիցների մեջ։ Հայաստանում ստեղծել է հայ-չինական բարեկամության դպրոց, որտեղ բավականին մեծ մրցակցություն է դպրոց ընդունվելու համար եւ մեր ծնողները գնալով ավելի շատ են գերադասում հայ-չինական դպրոցը միգուցե օտար պետությունների հետ Հայաստանի ունեցած այլ դպրոցներից եւ բնականաբար Չինաստանը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր հասարակության մեջ։ Ինչը տրամաբանական է։ Ինչը տրամաբանական է, այո, որովհետև այսօր Չինաստանը փաստացի դարձել է թիվ 1 տնտեսություն աշխարհում, ինչքան էլ բնականաբար Միացյալ Նահանգների մեր գործընկերները փորձեն հակառակում համոզել մեզ, այսօր չինական տնտեսությունը գնալով զարգանում է եւ նաեւ ոլորտներ կան, որտեղ Չինաստանն այսօր բացարձակ մոնոպոլիստ է։ Եվ Երևանյան մեր փողոցներում մենք ամեն օր ականատես ենք լինում նաև չինական էլեկտրամեքենաները եւ այդ հարցում Չինաստանը այսօր անառարկելի մոնոպոլիստ է եւ գնալով վերցնում է աշխարհը։ Սակայն իհարկե պետք չէ երբեք մոռանալ ԱՄՆ-ի տնտեսական հզորության մասին։ Չենք մոռանում իհարկե, մենք խոսում ենք թվերով, փաստերն ենք արձանագրում 4 թվեր, 4 փաստեր եւ փաստերը կարծես թե ամեն դեպքում դեռ հոգուտ Չինաստանի են խոսում, չնայած այո, ամերիկյան տնտեսությունը, ինչպես ասում են, անընդհատ շնչում է Չինաստանի մեջքին եւ անընդհատ զգացնել է տալիս իր ներկայությունը, դրանով ավելի զգաստացնելով չինական պետությանը։ Բայց խոսենք մեր տարածաշրջանի մասին առաջին հերթին։ Ես առաջարկում եմ իհարկե Վրաստանի դերը չնսեմացնելով եւ չնսեմացնելով Չինաստան-Վրաստան հարաբերությունները, ամեն դեպքում անդրադառնանք Հայաստան-Չինաստան եւ Չինաստան-Ադրբեջան հարաբերություններին, բացատրեմ ինչու, քանզի մեկ տարվա տարբերությամբ Չինաստանը այս երկու պետությունների մեր եւ Ադրբեջանի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր։ Սա նոր իրողություն է բացում տարածաշրջանում, այ ինչ տպավորություններ ունես եւ ինչ ակնկալիքներ այս համաձայնագրերից։ Իդեպ ասեմ, ես ունեմ մեծ ակնկալիքներ, որովհետեւ ունենալ Չինաստանի պես գործընկեր ժամանակակից աշխարհում դա մեծ բան է, կարևոր է։ Առաջին հերթին իբրև շուկա։ Առաջինը միանշանակ միլիարդ ու կեսանոց առումով կարևոր շուկա է շատ, որովհետև հայ գործարարների համար լայն հնարավորություններ են բացվում, առաջինը փորձի փոխանակման համար։ Այսինքն միայն այն, որ մերոնք գնան Չինաստան, սովորեն իրենց այդ մշակույթը, այսինքն ինչպես չինական այդ հրաշքը տեղի ունեցավ, նրանք զարգացան, դա արդեն մեծ բան է։ Ինչպես նաև այո, հետագա առևտրային կամ արտադրական հարաբերությունները զարգացնելու համար։
Ես մի քանի թվեր եմ հանել Չինաստանի առևտրական շրջանառությունից Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այս բանին բնական է, որ Ադրբեջանի հետ Չինաստանի արտաքին առևտուրը մոտ 3 անգամ ավել է, քան Հայաստան-Չինաստան առևտուրը, քանզի եւ բնականաբար Չինաստանը ներդրումներ է անում եւ առևտրատնտեսական գործունեություն է զարգացնում այնտեղ, որտեղ իրեն հետաքրքրում է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ կարող ենք առաջարկել Չինաստանին եւ Ադրբեջանն ինչ է առաջարկում Չինաստանին։ Ստարտային հնարավորությունները հավասար են, ես հիշեցնեմ։ Ավելին, մենք այստեղ ունենք մի փոքր առավելություն, քանզի Ադրբեջանը թուրքախոս երկիր է։ Իսկ մենք գիտենք ավանդաբար Չինաստանը ինչպիսի զգայուն Չինաստանի համար ինչպիսի զգայուն թեմա է թուրքախոս ժողովուրդների հարցը իր մոտ ունենալով, այո, ուйգուրների խնդիրը, այո, Չինաստանում կա։ Հիմա սա մենք ինչպես ենք օգտագործելու, սա մենք ինչպես ենք կարողանալու մատուցել Չինաստանին իբրև շատ մեծ լավություն մեր դիրքորոշման հետ կապված եւ կարողանալու ենք արդյոք։ Ըստ իս մենք պետք է Չինաստանին փորձենք մատուցել մեր գիտելիքահեն, այսինքն գիտելիքակենտրոն, եթե այսպես կարելի ասած, տնտեսություն, այսինքն մենք պետք է էքսպորտ անենք մեր գիտելիքը եւ որակյալ մարդկային կապիտալ, այո, մարդկային կապիտալը որակյալ մասնագետների, ինչը չնայած չինական մասշտաբներին, թե ֆիզիկապես, թե փոխաբերական առումով, իրենց կրկին կարող է լինել օգտակար։ Օրինակ Հայաստանը ունի տարբեր ոլորտներում, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում լավ մասնագետներ, ինչու ոչ թող մերոնք գնան իրենց մոտ վերապատրաստվելու, դասավանդելու, թող իրենք կան։ Այսինքն բնականաբար դե ռեսուրսներով չենք կարող համեմատվել, գրեթե ողջ աշխարհը չի կարող իրենց հետ ոտք մեկնել համեմատվել, բայց մենք կարող ենք այտենց ինտելեկտուալ գիտելիքահեն համագործակցություն ինչու ոչ։ Միջայլոց մենք դրա փորձում ենք, երբ մեր մասնագետները Չինաստանում համատեղ ձեռնարկություն ստեղծեցին Նայիրիտի հետ համատեղ, Շանսի Նայիրիտ կարծում եմ, ինչքան հիշում եմ անունը, եւ հիմա այդ ընկերությունը բավականին ակտիվ աշխատում է եւ սա եւս մեկ ապացույց է հայ-չինական տնտեսական կապերին զուգահեռ գիտական եւ գիտատեխնիկական կապերի զարգացման հետ կապված, բայց խոսենք նաեւ մեկ այլ հանգամանքից, որի վրա ցանկանում եմ ուշադրություն դարձնել, Հայաստանը Չինաստանի համար իբրև ԵԱՏՄ անդամ պետություն։ Շատ է խոսում ԵԱՏՄ-ի մասին, ինչ է մեզ տալիս ԵԱՏՄ-ն եւ ինչ կարող է տալ, անգամ որոշ շրջանակներ ասում են մեզ ոչ մի բան չի տալիս ԵԱՏՄ-ն, դուրս գանք եւ այլն։ Տեսեք, ԵԱՏՄ շրջանակներում յուրաքանչյուր պետություն ունի քվոտավորված ազատ տնտեսական գոտի ունենալու հնարավորություն։ Բելարուսը 6 տնտեսական գոտի ունենալու հնարավորություն ունի, Հայաստանը ցավոք սրտի 1։ Հիմա կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ ես այս մասին խոսում եւ ինչ կապ ունի այստեղ Չինաստանը։ Բելարուսի ազատ տնտեսական գոտիների կոնցեսիոն կառավարումը չինական ընկերություններն են իրականացնում։ Ինչու մենք չկարողացանք օգտվել եւ չեն կարողանում օգտվել այս հանգամանքից մեղրու ազատ տնտեսական գոտին վերջապես կառուցելու եւ չինական հսկայական ներդրումները Սյունիք բերելու, դրանով նաեւ Սյունիքի անվտանգությունը ապահովելու հետ կապված։ Լավ միտք է, շատ առողջ միտք է, ինչը պետք է մոտ ապագայում դրա շուրջ պետք է աշխատանքներ տարվեն, որ դա ի կատարածվի, որովհետև հաշվի առնենք նաև որ Սյունիքը մեր լեռնահանքային արդյունաբերության կենտրոնն է, իսկ չինացիք իրենք եւս բնականաբար մեծ փորձ ունեն լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, ինչու ոչ կարող է լինել շատ առողջ համագործակցություն եւ այո, դա անվտանգային առումով կարեւոր կլինի, բայց քանի որ ինչպես դու նշեցիր մենք ԵԱՏՄ անդամ ենք, այնտեղ նրանք նույն չինացիք կարող են ռուսական շահերի հետ բախվեն, դա էլ չմոռանանք։ Բախվել, այո, կարող են բախվել, բայց բախվել բառը կարող է մի քիչ շատ կոպիտ հնչեց, բայց ինչև է մրցակցություն կլինի, բայց այստեղ մի հանգամանք էլ կա, կարծում եմ, պետք է սա էլ հաշվի առնենք 2015 թվին դեռևս Չինաստանի հետ մենք ստորագրեցինք, մենք ասացի նկատի ունեմ ԵԱՏՄ-ը ստորագրեց ժամանակավոր տնտեսական համաձայնագիր, ավելին այսօր տեսականորեն հնարավորություն կա Իրան Հայաստան երկաթգիծ կառուցելու պարագայում հայկական բեռները երկաթգծով Իրանի տարածքով եւ կենտրոնական Ասիայով դուրս բերել Չինաստան։ Սա էլ է լրացուցիչ էքսպորտային հնարավորություններ ստեղծում մեր պետության համար։ Բայց վերադառնանք Չինաստանին եւ Չինաստանի գործոնին։
Այսօր Չինաստանը, ինչպես արդեն նշեցի, երկու պետությունների հետ էլ ունի ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրեր, բայց կարծես թե Չինաստանը ամեն դեպքում իր քաղաքականությունը վարելիս մի փոքր նաև սկսել է նախապատվությունը տալ Ադրբեջանին, սա մենք չենք կարող նաև չնկատել։ Խոսքը ռազմատեխնիկական համագործակցության մասին է։ Եվ հիշեցնեմ ուղղակի, որ Չինաստանը համաձայնվել է Ադրբեջանին մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգի վերջի սերնդի հոբ համակարգեր, սա քո կարծիքով կապ ունի այն արտաքին քաղաքական, չասեմ ձախողում, բայց ամեն դեպքում թերացումների եւ բացթողումների հետ չինական ուղղության մասին է խոսքը, որ հայկական կողմը ինչ որ առումով թույլ տվեց 20 թվականի հուլիսին մտնելով մի կասկածելի ալյանսի կամ կասկածելի գործարքի մեջ, որը ոչ այլ ինչ էր, քան ուղղված Չինաստանի հյուսիսի ույգուրների, թուրքախոս ույգուրների իրավունքների պաշտպանությանը։ Սա կարող է, ինչպես ասում են, քաղաքականության մեջ չկա մանրուքներ։ Հասկանալի է, բնականաբար չկա, համաձայն եմ, սակայն ըստ իս Գրիգոր ոչ։ Ես գտնում եմ, որ դա չէ պատճառը։ Մեծ պետությունները, գերտերությունները, իրենք հիմնականում գլոբալ են շատ նայում։ Չեն նայում զուտ այս կամ այն էպիզոդին օրինակ կամ այս կամ այն անձին, իրենք գլոբալ են։ Բայց ես հիշեցնեմ, որ նույն Չինաստանը 90-ականներին Հայաստանին էր որոշակի հոբ համակարգեր մատակարարում եւ չէր մատակարարում Ադրբեջանին։ Այսինքն ամեն դեպքում մանրուք, բայց նման զգայուն թեմա ինչպիսին է ույգուրական խնդիրը, չինական կառավարությունը։ Ինչպես նաեւ չմոռանանք, թե ինչքան շուտ է հիմա փոխվում աշխարհում իրավիճակը ամեն ոլորտում։ Բնականաբար արագացել է։ Այո, բնականաբար փոխվում է, բայց կարծում եմ մենք եւս մեր հերթին պիտի այդ ուշադրություն դարձնենք։ Բնականաբար, այո, մենք էլ պետք է մեր ճկուն դիվանագիտությունը հանդես բերենք, ինստինկտյան։ Բայց կրկին ասեմ, ըստից դա չէ պատճառը։ Շատ լավ, եթե փորձենք մի պահ վերանալ զուտ այսպես առարկայական քննարկումից Հայաստան-Չինաստան եւ Չինաստան-Ադրբեջան, մի փոքր էլ խոսենք Հարավային Կովկասում գլոբալ չինական փափուկ ուժի մասին եւ հատկապես անդրադառնանք ակադեմիական ոլորտում Չինաստանի վարած քաղաքականության մասին, այն է վստահ եմ տեղյակ ես, պարբերաբար Հայաստանից բուհական ներկայացուցիչներ խմբերով այսպես չինական կառավարության հրավերով մեկնում են Չինաստան փորձի փոխանակման, վստահ եմ նաև, որ սա համաձայնվեց, որ սա պատահական չի արվում։ Այսինքն չինական մշակույթը նաև գիտական ոլորտում եւ գիտության ներկայացուցիչների միջոցով տարածելուն է ուղղված, որը չասեմ վնաս է եւ չասեմ օգուտ է, բայց ամեն դեպքում հնարավորություն է տալիս նաև մեր ուրեմն գիտնականներին իրենց աչքով տեսնել ինչ է նշանակում Չինաստան եւ փորձել հասկանալ թե ինչ մենք կարող ենք վերցնել չինական փորձից Հայաստանում տեղայնացնելու եւ Հայաստանը այդ ուղղությամբ տանելու համար։ Հրաշալի դարավորություն է բնականաբար։ Յուրաքանչյուր նոր մշակույթին, կրոնին, տնտեսական համակարգին հաղորդակից դառնալը բնական է, այստեղ որևէ նոր բան ես չեմ բացահայտում, կարևոր է եւ միայն դրական պլյուս է։ Ինչպես նաև, տես, Չինաստանը ի տարբերություն շատ եւ շատ աշխարհի երկրների դու փակ երկիր է։ Այսինքն դա այն պետություն է, որի մասին գլոբալ առումով մենք իմանում ենք միայն իրենց պաշտոնական լրահոսից։ Հիմա այո, Սի Ցզինպինի օրոք փոքրիչ իհարկե բացվել է, բայց մինչև Սի Ցզինպինը մասնավորապես միայն իրենց պետական լուրերն ենք իմանում։ Ես չեմ ասում ընդդիմադիր եւ այլն, բայց միայն օֆիցիալներ։ Եվ Չինաստանը ասած փակ գաղտնիք էր։ Այժմ այո, համամիտ եմ քեզ հետ, թեև բացվել է, բայց մեկ է, Չինաստանը մեծ հաշվով մնում է միստիկա։ Իսկ այն թափը, որով այդ երկիրը այսօր զարգանում է, իհարկե, ես միայն կողմ եմ, որ մեր մասնագետները գնան տեղում ծանոթանան, որովհետև յուրաքանչյուր նման այց կարող է ինչ-որ որևէ անհավանական թվացող համագործակցության սկիզբ դառնալ։
Լավ, այսպես չհեռանալով հետ խորհրդային տարածքից Հարավային Կովկասից մի փոքր անցնենք Կասպից ծովից այն կողմ։ Ես արդեն գրավում եմ կենտրոնական Ասիա։ Այո, կենտրոնական Ասիա եւ փորձենք հասկանալ թե ինչ է այսօր կատարվում կենտրոնական Ասիայում։ Այդ ինչ կազմակերպություն է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որի անդամակցության հայտ ներկայացրեց նաեւ Հայաստան, ինչ դա կարող է տալ մեզ եւ ինչպիսի դիրքեր ունի այսօր Չինաստանը կենտրոնական Ասիայում, ինչ է առհասարակ այնտեղ կատարվում։ Շվերբերբե կենտրոնական Ասիային դա Չինաստանի ամենակարևոր հետաքրքրությունների շրջանակում է, դա արդեն փաստ է, եւ տես Չինաստանը այնտեղ ունի մեծ մրցակցություն։ Թուրքիայի գործոնը մեկ, դեռ թուրքախոս ժողովուրդներ են, պետություններ, մշակույթներ։ Ռուսական գործոնը թե գեոպոլիտիկ առումով, թե ԵԱՏՄ-ի, հա, որովհետեւ Ղազախստանը, Ղրղստանը մասնավորապես ԵԱՏՄ անդամներ են, Չինաստանը իրենց սահմանակից եւ մեծ ներդրումներ է անում, չմոռանանք նաեւ որ Ղազախստանը եւ Ուզբեկստանը մասնավորապես արագ դինամիկ զարգացող տնտեսություններ են ասել եւ Չինաստանի համար շատ առաջնային։ Ավելին չինական ներդրումները իրենց ծավալներով մի քանի անգամ գերազանցում են ռուսական եւ ամերիկյան ներդրումները միասին։ Ինչը արդեն փաստ է։ Ինչը նշանակում է, այո, որ այդ երկրները Չինաստանի համար ունեն առաջնայնություն, նշանակություն, ստրատեգիկ առաջնայնություն ունեն իրենց համար, չինացիների։ Տարածաշրջան, բայց ես կարծում եմ ցանկացած տարածաշրջանում կարևոր է այնպիսի իրավիճակ ստեղծել եւ այնպիսի պայմաններ ապահովել, որ գերտերությունները կարողանան ոչ միայն մրցակցել իրար հետ, այլև համագործակցել։ Իհարկե, ասկան գրավչությունը Գրավչությունը մեկ եւ երկրորդը կարծում եմ կամազայնվես, որ փոքր պետությունները կարող են նաեւ կամուրջ դառնալ կամ այլընտրանքային ճանապարհներ լինել այս սանկցիաների ֆոնին այդ մեծ տերությունների համագործակցությունն ապահովելու համար իբրև միջանցքներ, որոնց միջոցով նրանք կկարողանան պահպանել կապերը եւ շարունակել համագործակցությունը։ Եվ երբ որ մենք խոսում ենք մեծ տերությունների մասին, իհարկե առաջին հերթին Ռուսաստան, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ, խոսենք նաեւ Չինաստան-Միացյալ Նահանգներ։ Մենք գիտենք Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարաբերություններ են Չինաստանը։ Բարդ եւ շատ զարմանալի եւ շատ հետաքրքիր եւ շատ ուսանելի, այո, ուսանելի բառը տեղի։ Այո, եւ մի քանի կոդ դիտարկումները ռուս ավելի շուտ ոչ թե ռուս-չինական, այլ Չինաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին։ Այ ինչ առանձնահատկություններ ունեն դրանք։ Արդյոք այն հարաբերությունները, որոնք երևում են հիմա, դա այն է, ինչ որ իրականում կա, թե մենք այստեղ նաեւ գաղտնի դիվանագիտության հետ։ Իհարկե, առանց գաղտնի դիվանագիտության ստեղ չի կարող լինել, որովհետեւ հատկապես նման պետությունները, գերտերությունները, հավակնորդները դառնալու գերտերության իրենք չեն կարող նախ հարթ սահուն ինչ մշտապես զարգանալ իրենց հարաբերությունները, ինչպես նաև այդպես էլ չէ որ ամբողջը պիտի լինի տեսանելի։ Մենք բոլորս էլ դու քաչ տեղյակ ենք չին-ամերիկյան տնտեսական լարվածության մասին, որը մեջ Տրամպը 500%-անով Տրամպի առաջին տեղնախագահության շրջանում եւս այնտեղ ես հիշում եմ Huawei ընկերության հետ կապված խնդիրներ առաջացրեց Տրամպը, չինական առաջատար Huawei եղել է նման բաներ, բայց այլևս այսօրվա աշխարհում չեն կարող հզորդելը առանց մեկը մյուսի զարգանալ։ Իսկ չին-ամերիկյան այսպես հակամարտությունը չակերտավոր ասած, հա, եւ տնտեսական բնագավառում նրանց ունեցած լարված հարաբերությունները կարող են ինչ որ մի պահի փոխվել բավականին լուրջ ռազմավարական համագործակցության տնտեսական առումով, որը մեծ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային առևտրի վրա։ Եվ բեռնափոխադրումների հետ կապված անակնկալներ մատուցել ավանդական ուղիներին, ինչպիսին են օրինակ Սուեզի ջրանցքը, Սևծովյան նեղուցները, Պարսից ծոցը եւ հնդկական նախագծերին որոշակի այսպես անակնկալներ մատուցել։ Ասածդ հիմա գրեթե ֆանտաստիկա է թվում, բայց չի կարելի բացառել, որովհետեւ ինչպես գիտենք, ամենաթվացial անհնարը քաղաքականության մեջ կարող է մեկ էլ դառնալ իրականություն։ Տես, բայց այս պահին շատ բարդ է դա իրականում հոգեբանորեն թեկուս
Հոգեբանորենը, այո, հոգեբանորեն բարդ է պատկերացնել, բայց ինչպես ասում են, Ալյասկայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը միայն այսպես միտված չէր երկկողմ հարաբերությունների հարցերի քննարկմանը։ Եվ չար լեզուներն ասում են, այո, որ այնտեղ նաեւ շատ լուրջ հարցեր են քննարկվել, որոնք վերաբերվում են ընդհանուր Ռուսաստան-Չինաստան Միացյալ Նահանգների տնտեսական համագործակցությանը, ամենայն դեպս Տրամպը այսպես դեմ չի եղել այդ միջոցառումը սկսելուն։ Խոսքը վերաբերվում է Բերինգի նեղուցի տակով երկաթգծային թունելի կառուցմանը, որի աշխատանքները ըստ մամուլում տարածված տեղեկատվության սկսվել են դեռևս հոկտեմբեր ամսին։ Հիմա փորձենք հասկանալ ինչ թունել է դա, ինչին է միտված, ինչ պատմություն ունի եւ առասարակ ինչ տեկտոնական տեղաշարժեր կբերի համաշխարհային տնտեսության։ Տեկտոնական, այստեղ իհարկե պետք է նկատում ենք փոխաբերական բնականաբար։ Այո։ Դե միանգամից հիշում եմ 90-ականների սկզբի մեգա նախագիծ այն ժամանակվա Լամանշը։ Այո, չեն էին հավատում, որ չի լինի դա եւ այլն։ Բայց բրիտանացիք եւ ֆրանսիացիք իրենց գիտական տնտեսական ներուժը գործի դրեցին եւ հասան դրան, ինչը ունեցավ լավ դրական արդյունք։ Էլ ուր մնաց, եթե գործին խառնվում են նման պետություններ, չլինի արդյունք։ Թեև ինչը որ դու նոր հնչեցրիր, սա նորույթ է։ Ну, այդքան էլ նորույթ չէ, բացվում է, այո, որ այս թեման դեռևս սկսվել է քննարկվել 1860-ականներից, այսինքն ցարական Ռուսաստանից սկսած Չուկոտկա, Ալյասկա կապը ապահովելու համար, եւ մասնագետները կարծում են, որ նվազագույնը 5-ից 7, առավելագույնը 10-ից 12 տարի կպահանջվի, որպեսզի այդ աշխատանքները ավարտվեն, իսկ ինչի մասին է խոսքը։ Իսկ իրենց պարական բեբետ 5-ից 7-ից շուտ կարող են ավարտել։ Հաշվի առնելով, այո, տեսեք, այստեղ խնդիրը ինչու՞մն է։ Ճանապարհի մեծ մասը փաստացի կա։ Այսինքն չինական երկաթուղին վաղուց արդեն կապված է ռուսական երկաթուղու հետ։ Ռուսաստանը երկրորդ բամն է կառուցել դեպի հեռավոր արևելք, այսինքն այդ երկաթգիծը եւս կա։ Բնականաբար Ալյասկայից Կանադայով Միացյալ Նահանգներ որոշակի երկաթգծային հաղորդակցություններ կան եւ միայն դա պետք է մեծացնել այդ ցանցը եւ ընդլայնել։ Այստեղ խնդիրը միայն Բերինգի նեղուցի տակով 86 կիլոմետրանոց թունելի կառուցումն է եւ դժվարությունն հենց այստեղ է լինելու, բայց այստեղ խնդիրը մի փոքր այլ է։ Եթե դա կառուցվի եւ եթե տնտեսագետների հաշվարկները իրականություն դառնան, այն բեռները, որոնք Չինաստանից Միացյալ Նահանգներ էին գնում 50-ից 60 օրում, երկաթգծով Չինաստանից մինչև Նյու Յորք նավահանգիստ հասնելու են 14 օրով։ Այո, հասնելու են 14 օրում, սա տնտեսագիտական հրաշք կարող է լինել եւ մեծապես իհարկե ազդել միջազգային առևտրի վրա։ Միանշանակ կարող է ազդել եւ այստեղ նաեւ կլինեն արդեն միջազգային առևտրի ոլորտում դերակատարներ, ովքեր լուրջ խնդիրներ կսկսեն։ Առաջինը Եվրոպական միությունը։ Իհարկե նույն Եվրոպան կարող է այստեղ խնդիրներ ունենալ։ Եվ նաև իհարկե Սուեզի ջրանցքի վրա է սա ազդելու իբրև միջազգային առևտրի հիմնական գոտու, սա կարծում եմ նաև Իսրայելի կտուժի տրամաբանորեն Պանամայի ջրանցքը։ Տրամաբանորեն այո, որտեղ Պանամայի ջրանցքը մեծ հաշվով այլ երթուղու մաս է կազմում, չինական մեկ ուղի մեկ գոտի եւ չինական բեռները ամեն դեպքում Պանամայի ջրանցքով անցնում էին, բայց այստեղ խնդիրը կարծում եմ եւ ճիշտ նկատեցիր ավելի շատ հենց Եվրոպական միությանը եւ նաեւ մերձավոր արևելքում որոշակի փոփոխություններ բերելուն է միտված։ Հասկացին, ինչպես մի քիչ առաջ ես ասում, այնքան է արագացել ամեն ինչը գործընթացները, որ տեսնելով թե ինչ արդյունքներ են սկսում արձանագրվել տնտեսական առևտրային տեսականորեն, երբ որ գործարկվի այդ ստոր ջրյա թունելը, նոր գործընկերներ կարող են։ Փաստացի ինչ է ստացվում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ԱՄՆ Չինաստան տնտեսական թվացial պատերազմը, ես ինչու եմ ասում թվացial, քանզի եւ Չինաստանն է Միացյալ Նահանգների կարիքը զգում տեխնոլոգիաների առումով եւ Միացյալ Նահանգներն են զգում Չինաստանի կարիքը եւս տեխնոլոգիաների առումով։ Այսինքն ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հաշվով չի կարող խոչընդոտ հանդիսանալ եւ չի կարողանալու խոչընդոտ հանդիսանալ։ Այստեղ ուղղակի
քաղաքական կամքի արկայությունն է պետք եւ Ռուսաստանը այս հարցի հետ կապված արդեն արել է հայտարարություն, մասնավորապես նշելով, որ իրենք կսկսեն մտածել տնտեսական նախագծերի մասին, եթե պատժամիջոցները հանվեն եւ Ռուսաստանը հնարավորություն ունենա ավելի ազատ գործել, ինչպես եղել է մինչև 22 թվականը։ Ինչպես եղել է, այո, մինչև 22 թվականը։ Ինչևէ, թեման ինքը բավականին հետաքրքիր է եւ մենք անընդհատ եւ երկար ժամանակով կարող ենք խոսել սրա մասին։ Ու մենք այսպես թե այնպես պարբերաբար կանդրադառնանք այս թեմային։ Պարբերաբար անդրադառնալու ենք, որովհետեւ խոսել համաշխարհային գործընթացների մասին տարբեր հատվածներում եւ դրա մասին չանդրադառնալ Չինաստան, Միացյալ Նահանգներ կամ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ուղղակի հնարավոր չէ։ Քանզի այս գլոբալիզացիայի դարում պետությունները այնքան են կապված իրար հետ, որ ուղղակի մի պետությանը մոռանալ մենք չենք կարողանալու եւ պետությունն էլ թույլ չի տալու, որ մենք իրեն կղզիանալ այլևս չես կարող այս բանը։ Կղզիանալ չես կարող եւ բացի այդ, կարծում եմ, այստեղ մենք նույն Չինաստան, Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ կապված գործ ունենք մի հետաքրքիր բանաձևի հետ, որը կարող ենք այսպես ձևակերպել՝ համագործակցություն ի հակառակի, այսինքն ինչքան էլ դեմ են գնում համագործակցության, ինչքան էլ աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ փորձում են խանգարել, այո, ուղիները խաչվում են, տնտեսական շահերը խաչվում են, բայց ամենակարևորը որն է, որ փոքր պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, կարողանանք օգտվել այս խաչումից ոչ թե հակամարտության պատճառ դառնալու կամ հակամարտության կողմ դառնալու, այլ ուղղակի զարգանալու, օգտվելով մեծերի բարեհաճությունից եւ մեծերի կողմից ընձեռած հնարավորություններից։ Միանշանակ։ Այո, այս սրանով փորձենք մենք այսօր որոշ առումով ամփոփել Չինաստան եւ չինական ուղղությունը, բայց իհարկե դու ճիշտ նկատեցիր, մենք ելի անպայման անդրադառնալու ենք։ Միանշանակ, որովհետեւ թեման շատ լայն է, 1. Այս արագ գլոբալիզացիոն process-ներում, զարգացող process-ներում ընդհանրապես պայմանականորեն ասած անցած ամսվա վերլուծությունը 1 ամիս հետո կարող է դառնալ 0։ Այո, ռեալիաները պարզապես 180 աստիճանով փոխվեն։ Բնականաբար եւ մենք, ինչպես ասում են, մեր ձեռքը համաշխարհային պուլսի վրա ենք այսպես պահելու, զարկերակի վրա ենք պահելու, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում եւ ուր են գնում եւ որտեղ է լինելու Հայաստանի տեղը այս ամենում եւ որ խաչմերուկում մենք ի վերջո հանգրվանելու եւ փորձելու գտնել մեր տեղը։ Այո։ Այս թեման էր այսօր, որ ես ցանկացա քննարկել Գևորգի հետ, հարգելի հայրենակիցներ, չինական ուղղությունը միշտ էլ հետաքրքիր է, Չինաստան այն պետությունն է, որ չի թողնում ուղղակի որ իրեն մոռանան եւ բոլոր պետություններն էլ աշխարհի վրա իրենց տնտեսական առաջնահերթությունների մեջ բնականաբար նշում են Չինաստանը, քանզի եւ 1.5 միլիարդ շուկա, որը կարող է անսպառ հնարավորություններ տալ ցանկացած պետության համար, դրան գումարած տեխնոլոգիաներ, առանց որի հնարավոր չէ ուղղակի այսօր պատկերացնել ժամանակակից աշխարհը։ Այսօր այս թեմաներ, շնորհակալություն, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։